ցանկանում եք անձամբ ծանոթանալ, ընթերցել եւ իր որոշում հայտնել, դատարան ձեր իրավունքը չի սահմանափակել։ Ուղղակի ցանկանում եք հարցին անձամբ դուք պատասխանեք, որովհետեւ նորից եմ կրկնում, դուք բարձրաստիճան զինվորական եք, ձեր խոսքը դատարանի համար ունի ծանր կշիռ։ Հիմա եթե դուք դատարանին հայտնեք, որ դուք միևնույնը չեք ընթերցել, պարոն Պողոսյանին եք վստահել, դա ձևական կլինի, որ մենք եկածենք 3 համաձայնեցես, դուք հաջորդ դատական նիստերին օրինակ հրապարակեք, որ դուք չեք կարտացել, ցանկությունը չունեք կարտալու, դա մի քիչ կարծում եմ ճիշտ չի լինի։ Եթե դուք ընթերցելու եք, կարտալու եք, ծանոթանալու եք, գալու եք իր որոշում հայտնեք, մենք ձեզ այդ հնարավորություն կձեռնենք։ Я одно скажу, если вы нам столько лет уже нервы трепете, почему я вам не могу нервы трепетать? Вы не переведите легально. Խաչատուրով Թարգմանեք հետո խոսանք։ Այսինքն ցանկանում եք թարգմանել դրամադրենք, որպեսզի նոր մեղադրանքը ծանոթանաք եւ վստահեք, բայց դատարանը ձեզ հարցեր է տվել։ Մի քիչ անհարմար դեպություն կլինի, եթե դուք դատարանի հարցին պատասխանելիս հայտնեք, որ օրինակ չեք դեպացել, չեք կարծում եմ պարոն Խաչատուրովի ոսկին առարկել, պարոն Խաչատուրովը լավագույնս կարող է դատարանի հարցերին պատասխանել եւ Вы, если преподаете, я не ваш студент, что вы меня спрашивали, я вам отвечаю. Դատարանի դրված հարցադրման մասով իր որոշում ունեք, հայտնեք, ավելի բան մի կասեք, հա։ Ցանկանում եք ծանոթանալ նոր մեղադրանքի թարգմանված տարբերակի։ Այո, ցանկանում եմ։ Շատ լավ։